Նորագավիթի ջրատարից գրեթե ամեն ամիս մարդ են փրկում։ Մոտակատաների բնակիչները տարածքում անծանոթ նկատելիս ուշադիր են։ Այստեղ կամ փորձում են վերջ տալ կյանքին, կամ պատահաբար են ջուրն ընկնում։ Թե ինչպես էր ջրում հայտնվել անչափահաս Գոհարը, կպարզի նախաքննությունը։ Այս մարդը ակամա փրկարար է։ Առաջինը նա է նկատել աղջկան։ Նախկին ոստիկանը հիմա վարորդ է։ Վտանգը զգացել է, մեքենան կանգնեցրել ու շտապել օգնության։ 3 մետր խորությամբ ջրատարից շատերին է հանել։ Ասում է, այս դեպքը տարբերվում է։ Մի քանի վայրկյան ուշանար, փրկելն անհնար կլիներ։ Նկատեցի պատի վրա, կանալի պատի վրա մի հատ ջահել աղջիկ էր կանգնած։ Հա, կասկածանք առաջացավ, կնոջս ասեցի այդ երեխեն հանգարց չգցի ջուրը իրան։ Միջև այդպես խոսում էինք, անցել էի, նկատեցի հայլու մեջ, որ էլ պատին ասեցի, ուրեմն գցվեց։ Ու սենց արդեն սկաց, կիսած սկաց գալիս էր։ Մտա այս կողմից կախվեցի ու ձեռս հարմարացրի, արդեն գնում էր այս բանից, շորից սենց բռնվեցի ու վերեցի մոտիկ, սենց ու արդեն պայել եմ, չեմ կարող հանեմ։ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը 3 այդ ժամին կենտրոն էր շտապում։ Ոստիկանության 95-ամյակին նվիրված միջոցառման։ Նկատում է խեղդվող մարդ։ Ոստիկան ու վարորդ իրար օգնելով փրկում են աղջկան։ Որից է արտարոց բան ոստիկանության կողմից կատարած, սա մարդկային հատկությունների ոչ տված մարդու կողմից կատարված գործողությունները, որը կատարվեց եւ Վահանի կողմից եւ անմիջապես որ մենք եկանք հասանք։ Փառք Աստծո, որ ամեն ինչ շատ բարեհաջող ավարտվեց, որտեղ ինչպես մենք տեսնում ենք, եթե այս հատվածում մենք չհասցնենք երեխային ժամանակին հանել, արդեն այնտեղ հայտնվում է թունելային հատվածը, որի հաջորդ ելքային հատվածը մոտավորապես Մալացիայի շուկայի մոտ է։ Գոհարը սոցիալապես անապահով ընտանիքից է, երաժշտական գիշերօթիկ դպրոցի սան։ 3 դպրոցից բացակայել է, ինչպես եւ ինչու է այստեղ, պարզ չէ։ Մեր նկարահանման ժամանակ փրկվածը վերակենդանացման բաժանմունքում էր։ Երեխան գտնվում է Սուրբ Աստվածամոր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ուղղակի պալատում է երեխան, նպատակահարմար չեն գտնում իրան նկարահանել, ուղղակի էթիկական պատճառներով ստրես շապր է երեխան։ Վաղը աղջնակին հիվանդասենյակ կտանեն ու այցելությունները կթույլատրվեն։ Գոհարին հիվանդատես են պատրաստվում գնալ նաև նախկին ու ներկա ոստիկանները։ Սպարտակ Գրիշյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։